Այստեղ եկող մարդը, հայ մարդը, լինի հասարակ հավատացյալ, թե եպիսկոպոս, պիտի ուղղակի գա մի նպատակով, առաջինը խոնարհվի իջման սեղանի առջև եւ համբուրիայի Աստծո օրհնությունը խնդրի, եւ երկրորդ Սուրբ Թադեոս Առաքյալի հաջորդի ամենայն հայոց կաթողիկոսի Գարեգին II-ի վեհապար հայրապետի օրհնությունը խնդրի եւ խոնարհվի։ Եվ եթե սխալ ուղու վրա է եւ ամեն մարդ թող ինքը որոշի, եւ ակնհայտ է ով է որտեղ, պիտի մի բան ասեն, մշտապես ասել ենք հայր, մեղա հերկինս եւ առաջիկո։ Եթե գալիս են դա պիտի ասեն։ Եվ վեհապար հայրապետը հանգստի գնալու կարիք չունի, կարիքը չկա, որովհետեւ վեհապար հայրապետը երանդուն ուժեղ, բազում հոգեվոր ծրագրեր ունի անելիք մեր համեստ օգնությամբ բոլորիս հավատացյալների այստեղ հավաքված եւ վեհապար հայրապետը մինչեւ իր կյանքի վաղճանը գնալու եւ գործելու է։ Եվ ասել են, որ վեհապար հայրապետը թող Աստված երկար կյանք տա իրեն, ինչպես հայտնի երգի մեջ ենք մենք արտաբերում, իր կյանքի վերջին օրերին հանգիստ մարդկանց օրհնելու եւ իր հայրական խոսքն է փոխանցել։ Տեր Քարին, Արագածոտնի թեմա իրենս հոգևոր դասի, այսպես ասած, ամուր բան է, իսկ ամբողջ թողու բոլի մեջ այդ նախադրյալը որում է Արագածոտնի թերի քահանայած դասի այդ ուժեղ կամքի։ Ես չէի ուզի առանձնացնել, իհարկե ես Արագածոտնի թեմից եմ, բայց ես չէի ուզի առանձնացնել Արագածոտնի թեմը, որովհետև մենք բոլորս եղբայրներ ենք։ Բոլոր թեմերի քահանաները մեր եղբայրներն են։ Մենք մի մեծ միաբանություն ու ընտանիք ենք, ինչպես միշտ ասել եմ։ Եվ ճիշտ եմ համարում չառանձնացնել Արագածոտնի թեման։ Մենք հավասար ենք, մի թեմ ենք, մի ընտանիք ենք, ունենք հայր, ունենք Աստված եւ խոնարհվում ենք Սուրբ Երրորդության մեջ։ Իսկ Մկրտիչ Սրբազանին տեսակցելու հնարավորություն ընձեռվում է, ինչ ունեք փոխանցելու մեր հավատավոր ժողովրդի Մկրտիչ Սրբազանի անունից։ Մկրտիչ Սրբազանը իր ուղերձում մեկ անգամ, երկու անգամ ուղերձ է եղել եւ կարմիր թելի պես ինքը օրհնություն է փոխանցում ժողովրդին եւ գիտեմ, որ մեր առած միասնական ժամերգություններին եւ աղոթքներին միշտ ինքի օրհնությունն ու համաձայնությունը, հավանությունն է տալիս եւ այդ աղոթքը զորավոր է։ Եվ մենք այդ աղոթքի մեջ պինդ ամուր պիտի լինենք, սիրելով Աստծո նմանությամբ ու կերպարանքով բոլորին։ Եվ Մկրտիչ Սրբազանը ամուր է, ինքն էլ այնտեղ աղոթքի մեջ է եւ այդ աղոթքը պիտի շարունակվի։